Անմոռանալի հայոց ցեղասպանություն ճապոներեն գիրքը ներկայացնում է հայոց մեծ եղեռնը։ Ճապոնացի պրոֆեսոր Սեգավան իր 10 տարիների ուսումնասիրության արդյունքները վերջնական ամփոփել է Հայաստանում։ Ճապոնագետ Ասիա Հարությունյանը, ով քաջատեղյակ է պրոֆեսորի աշխատանքին, ցավով է նշում, որ հայոց ցեղասպանության մասին Ճապոնիայում խոսում են միայն նման անհատ պրոֆեսորները, իսկ պետական մակարդակով այն ճանաչված չէ։ Ասիան 3.5 տարի սովորել ու ապրել է Ճապոնիայում։ Այժմ տուրիստական գործունեությամբ է զբաղվում ճապոնացիներին բերելով Հայաստան եւ հակառակը։ Ճապոնագետը կարծում է, որ մենք հայերս մեր դաստիարակությամբ շատ մոտ ենք ճապոնացիներին։ Ճապոնիա գալով զգում են իրանց ոնց որ իրանց տանը չհասկանալով այդ լեզուն, ուղղակի սովորաբար ճապոնացին, որ փողոցով ման է գալիս, ինքը շատ ժպտերես է, ու այդ ժպտերեսությունը մարդկանց ողջունում է։ Ասիան պատմում է, որ Ճապոնիայում քչերը գիտեն Հայաստանի մասին, շատերը մեր երկիրն ընկալում են իբրև սովետական միության մի մաս։ Բայց գնալով շատանում են ճապոնացիներ, որոնք ճանաչում են հայկական մշակույթը, սիրում են Հայաստան գալ, Հայաստանը իրանց համար հրաշք երկիր է թվում, շատանում են նաև հետազոտողներ Հայաստանի։ Ճապոնագետը հպարտությամբ է նշում, որ պրոֆեսոր Շիրո Սասանոն Ճապոնիայի համալսարանում բացել է ճարտարապետության ամբիոն, որտեղ ուսանողներին ծանոթացնում է հայկական ճարտարապետության հետ։ Նա հրատարակել է ամբողջ աշխարհում գտնվող հայ ճարտարապետական հուշակոթողներին նվիրված գիրք։ Մի քանի տարի բնակվելով Ճապոնիայում, Ասիան ցավով է խոսում վերջերս այնտեղ տեղի ունեցած աղետի մասին, որից տուժեցին հազարավոր բնակիչներ, այդ թվում նրա ճապոնացի ընկերների ընտանիքները։ Իդեպ նա մի հետաքրքիր դեպք պատմեց։ Մի գյուղ կար, որտեղ շատ կային տարեց կանայք, որոնք 100 տարիկանից բարձր էին։ Եվ այդ գյուղում 100 տարի առաջ էլ եղել էր մեծ ցունամի։ Մի հատ գիծ էին գծել այդ գյուղում եւ բոլորին ասել էին, որ այդ գծից այն կողմ տներ չկառուցվեն։ Ու այդ գյուղում այդ իրանց գծած գծից այս կողմ չէին կառուցել տներ։ Ու որ այս անգամ ցունամին եղավ, այդ ջուրը մոտիկացել էր հենց այդ եզրագծին ու չէր անցել։ Ճապոնագետը համոզված է, որ համախմբված լինելու շնորհիվ ճապոնացիները կարող են հաղթահարել ցանկացած աղետ, որքան էլ այն դաժան է։ Լուսինա Դեմիրճյան, Արամ Մնացականյան, IPV։